Վերադարձանք տաղավար եւ ինչպես խոստացել էինք, համեղություններից ենք խոսելու, որովհետեւ հենց շոքերը ընկնում են միանգամից, ինչ որ զովացնող, թեթև, ինչ որ համով բան ես ուզում ուտել, բայց որը շատ ծանր չի լինի, կլինի թեթև, տաք ուտեստներին փոխարինելու են գալիս սառ եւ զովացնող ուտելիքները։ Հենց այսպիսի բաղադրատոմսերով էլ այսօր մեր տաղավար ենք հրավիրել հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության համակարգող Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի ավագ վարպետ Աննա Մաթևոսյանին։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Խոսել ենք հայկական փաստորեն ամառային ուտեստների մասին։ Այո, ոչ թե գազպաչոյի մասին։ Այո, խոսել ենք ավելի շատ հայկական սառը ուտեստների մասին, խոսել ենք ընդհանրապես սառը ուտեստների մասին, ինչու է այս սեզոնին, այս եղանակին ավելի նպատակահարմար սառը օգտագործելը, քանի որ շոկ է, քանի որ դիմադրողականության խնդիր ունենք մենք նաև շոկին, մեր շոկ եւ ժամանակ մեր դիմադրողականությունը ընկնում է եւ հարկավոր է օգտագործել այնպիսի մթերքներ, այնպիսի ուտեստներ, կերակուրներ, որոնք որ ավելի կբարձրացնեն մեր դիմադրողականությունը եւ սառը կերակրատեսակները եւս մեծ դեր ունեն այս կոնցեպտում։ Մենք իրականում շատ սառը հայկական խոհանոցում օգտագործում ենք կատնաթթվային հիմքով մթերքներ, մեծամասամբ մածուն, քամած մածուն կամ դրանցից պատրաստված կերակուրներ, չորաթանի հիմքով պատրաստած կերակուրներ, ամենալավ եւ ճիշտ օրինակը սպասը կարող ենք թանապուրը։ Սպաս բրինձով։ Այո, թանապուրի օրինակ, որը բրինձով սպաս լինում է։ Բրինձով սառը սպաս, գնացել ես Կապան։ Հերիքի Դավիթ Բեկին չես տեսել, մի հատ չգիտես։ Ես էլի պետք է գնամ Սյունիքի մարզում բրինձով Չորաթան ինձ այդ չորաթանով սպաս են պատրաստում բրինձով, հետո սառացնում են։ Ես ծավալով սպասի սիրահարեմ։ Ինչ օրինակներ կան, որ հենց պատմում էր մարդը խաղերեցին։ հենց օրինակներով, օրինակ տանն էլ կարող ենք պատրաստել։ Թանապուրի օրինակների մասին է խոսքը, որտեղ իրանք իրականում շատ բազմազան են, բացի ձերի մացած ծավալով, բրինձով, թանապուրի տեսակներից նաև այլ բազմաթիվ տեսակներ կան։ Մենք հիմնականում փորձում ենք համադրել համեր ավելի շատ, որովհետև հենց այդ համերն են, որը որ հագեցնում են եւ ախորժակ են բացում, քանի որ մեջ ինչ համեր կարելի է ավելացնել։ Կարող եմ եւ ես հիմա կնշեմ, թե ինչ համեր կարող ենք ավելացնել։ Մենք, քանի որ շոկ ժամանակ ասեցի, որ ունենք դիմադրողականության խնդիր եւ որպեսզի մենք ախորժակ ունենանք եւ ցանկանանք ուտել, մենք տարբեր համերով փորձում ենք ախորժակ բացել։ Գրգռել մեր ռեցեպտորները։ Այո, գրգռել մեր ռեցեպտորները, որպեսզի նրանք արթնանան, քաղց զգան եւ որպես այդպեսին մենք համերի հետ ենք փորձում աշխատել։ Իդեալական տարբերակ է թթվի քաղցրի համադրությունը, ինչպես նաև կծվի համադրությունը։ Մենք թանապուրի տեսակներ ունենք մեր խոհանոցում, որը պատրաստում ենք նաև բազուկով, խաշած հենց թե բազուկի եւ ճաղերով ունենք տարբերակ պատրաստված եւ բազուկով հենց ունենք կարմիր գլուխ։ Մենք նախապես խաշում ենք բազուկը, հետո խորանարդների տեսքով կտրատում ենք եւ ավելացնում ենք արդեն մեր պատրաստի թանապուրի հիմքի վրա։ Եվ ստանում ենք թթվի եւ քաղցրի շատ հաճելի համադրություն, որը եւ սառը վիճակում կարող ենք համտեսել եւ նաեւ տաք։ Դա արդեն կախված եղանակից եւ նախասիրություններից բնականաբար։ Ունենք տարբերակ վայրի ուտելի բույսերի համադրությամբ։ Մենք շուշան, սինդրիկ կամ մանդակ նմանատիպ վայրի ուտելի բույսերով համադրում ենք եւ ստանում ենք էլի թանապուրի տարբեր տեսակներ, տարբեր մարզերում, տարբեր շրջաններում թանապուրների միլիոնավոր տեսակներ կա օգտագործվող եւ կախված մեր նախասիրություններից այն կարող է լինել շատ բազմազան։ Կարող եք ինքներդ տանը ինչ-որ էքսպերիմենտներ անցկացնել եւ Իրականում այո, ես ինքս խնձորով թանապուր։ Բացի այն, որ ես մասնագիտությամբ խոհարար եմ, ես նաեւ շատ եմ տանը իմպրովիզներ անում, ու տանը մի քիչ ճակերտավոր ավելի աշխատանքի վայրում մայրիկս էլ է էլի նայում մեր հաղորդումը։ Հետո խնդիր չունենամ տանը։ Հիմա տրենդ կա, չէ՞, տենց հայտնի հայրիկին մայրիկին նստացնում են, խոսացնում են աղջիկ ինչ-որ բաներ է խոսում հիմարի մեջ։ Զարմացած։ Եվ քանի որ ես էլ չեմ կարողանում եւ չեմ սիրում, ասեմ Գործի տեղ ասեք։ Տանը, այո, աշխատանքի վայրում տանը ոչ։ Բազմաթիվ էքսպերիմենտներ անում։ Այո, անում եմ բազմաթիվ էքսպերիմենտներ, որոնցից նաեւ Որն են հաջողված։ խմորային տարբերակներ կան, բազմաթիվ բազուկի տարբերակներ կան, գազերով տարբերակ ունենք շատ պատրաստում, այսինքն այնքան ընդարձակ է ընդհանրապես խոհանոցը, եթե մենք
իրան ճիշտ ենք հասկանում, ճիշտ ենք ըմբռնում մթերքները ճանաչում ենք։ Ինչ սառը ուտեսներ կարող եք աղցանների տեսքով։ Եւ աղցանների եւ աղանդերի տեսքով կարող եմ մի քանի տարբերակներ առաջարկել։ Աղանդերի տեսքով մենք ավանդական Շիրակի մարզից մեզ հասած աղանդերի տեսակ ունենք, զուրբիա է կոչվում։ Ինչ է կոչվում։ Զուրբիա։ Զուրբիա։ Կամած մածունից է աղանդերը պատրաստվում, մեջը օգտագործում ենք չամիչ, մանր կտրատած, ընկույզ եւ մեղր։ Էլի թթվի քաղցրի համադրություն ենք ստանում, շատ իդեալական համապատասխանում է։ Հա, եւ նաեւ կարող ենք գաթայի հետ որպես սոուս օգտագործել։ Քսել գաթայի վրա եւ համտեսել, ինքը սառը հաճելի բան է շատ համար։ Ասեմ, որ օրինակ հետաքրքիր տարբերակներ կա, չգիտեմ, մեր խոհանոցում անում են այդպիսի բաներ թե չէ, բայց օրինակ Իսպանիայում, Իտալիայում եւ Անգլիայում հաստատ անում են եւ դա քո իմացած մթերքը դարձնում է ել ավելի հետաքրքիր եւ ավելի համեղ, օրինակ կարագը հարում են, կարագը դառնում է ել ավելի թեթև, ել ավելի համեղ եւ համեմունքներն ինչ որ ավելացնում, ինձ թվում է որ նույնը կարելի է անել նաեւ կամած մածնի հետ։ Իհարկե կարող ենք, այո։ Այսինքն նա դառնում է բեզեի նման թեթև պատկերացրու։ Չափից դուրս թթու է ինձ համար կամած մածունը, բայց մեղրով մեջը ավելացնում ես տարբեր համով բաներ։ Մեղրով վստահ եմ շատ համեղ կլինի։ Ինչ այլ տարբերակներ աղցանի տեսքով, ինչ եմ անընդհատ ասում աղցան, որովհետև իմ մայրիկն էլ ասա նայում ու ես միակ բանը որ պատրաստում եմ 10 անգամ աղցան բառն ես ասելու առավոտին եկել ասում։ Դրած ես $1000։ Աղցանի բաղադրում։ 9 Աղցան ավելի հեշտ։ 10 վերջ։ Բերեք $1000։ Ես կարևորը հավատեցի։ Այո, ինչ աղցաններ։ Աղցանների շատ տեսակներ կան, իրականում շատ սառը ձեր նշած այդքան էլ ոչ թե օգտակար չի, այլ մենք լեզվի վրա ունենք զգայարաններ, ռեցեպտորներ, որոնք որ ինֆորմացիա են փոխանցում ուղեղին, ինչ ջերմաստիճանում եւ ինչ է ուտում։ Եվ ասեմ, որ ոչ շատ սառը ժամանակ այդ ռեցեպտորները լավ աշխատում, ոչ շատ տաք ժամանակ եւ հիմնականում մարմնի ջերմաստիճանին մոտ պետք է լինի կամ սենյակային ջերմաստիճան ավելի մոտ, որ կարողանանք հիմնականում սառը աղցաններ որպես այդպեսին ցանկալի է որ մթերքները որոնք որ օգտագործում ենք ջերմային մշակում չանցնի թարմ լինի որովհետև մենք ավելի նրա վիտամիններն ենք օգտագործում որպես այդպեսին կարող ենք առաջարկել մրգային աղցաններ եւ բանջարեղենային աղցաններ իրենք ցանկալի է որ կտրատված լինեն խոշոր վիճակով ոչ շատ մանրացված որովհետև ինչքան մանրացնում ենք այնքան սննդային արժեքը ավելի կորցնում ենք բանջարեղենների մթերքների ընդհանրապես եւ որպես այդպեսին օգտակարություն օրգանիզմը չի ստանում տվյալ մթերքից օգտագործում ենք խոշոր կտրատված վիճակում եւ ցանկալի է պատրաստել այնքան ինչքան որ այդ պահին որ օգտագործում ես որովհետեւ սառնարան դնել պահել համեմունքները տարբեր են լինում բայց մենք որպես այդպիսի սոուսները պատրաստում ենք առանձին այսինքն այն համեմունքները ինչ որ պետք է ավելացնենք աղցանի մեջ ոչ թե ընդհանուր աղցանի վրա ենք ավելացնում այլ առանձին պատրաստում ենք այո առանձին սոուս ենք պատրաստում կիտրոնի հյութ քամած ձեթ աղ համեմունքների ավելի թեթև տեսակներ եթե օգտագործվում է աղցանի մեջ ընկույզներ ընկույզ ենք օգտագործում ռեհան աղցանների մեջ այդքան շատ օգտագործելի չի քանի որ ինքը մի քիչ ավելի կոշտ համ ունի եւ ռեցեպտորները բթացնում է ավելի շատ այդ բանին ավելի նուրբ կանաչների տեսակներ ենք օգտագործում որոնք որ ես ռեհանը սիրում ես էլ եմ ռեհան շատ սիրում ես անգամ ուզում եմ մի բաղադրատոմս ասել ես այնքան խելացի եմ որ ռեհանա պետք որ մի քիչ բթանա ես ուզում եմ մի բաղադրատոմս ասել լոլիկ վարունգ կտրատած օրիգինալ է այո լոլիկ չէ դա շարունակություն ունի վարունգը լոլիկը կտրատում ենք խոշոր այսպես տարբերակներով ավելացնում ենք թել պանիր եւ ռեհան դե պանիրով աղցանը զարանա օրինե փաստում այս բաղադրատոմսը շատ համեղ էր ու ես բախում եմ սառնարանում հա բախում եմ սառնարանում այս տարբերակով ինչ որ աղցաններ կան որոնք դյուրին են պատրաստելու համար հեշտ են եւ նաեւ կարող ենք այդպես կիսաֆաբրիկատի նման պահել սառնարանում բանջարեղենների հետ կապված այո եթե խոշոր կտրատված վիճակում են իրականում կարող ենք որոշ ժամանակ սառնարանում օգտագործել բայց որքան թարմ այնքան օգտակարությունը ավելի շատ եւ այնքան եւ աչքին է հաճելի ուտելը եւ մարսողության առումով շատ ավելի ճիշտ է տեղի ունենում իդեալական տարբերակը որ հենց ձեր սեփական անձնական ագարակից այդ ամենը փոքեք բերեք լվանակ
կտրատել։ Եթե ունենք նման հնարավորություն, մենք կարծում եմ բավական երկար կապրենք։ Ուրեմն թանապուրներ, սառը բրդուճներ, չէ՞։ Այո, մանավանդ ամառվա եղանակին բրդուճները մեր առօրյայի մի մասն են կազմում, կարելի ասել, որովհետև մենք տեսակի պանիրներով նորից հիմա արդեն ավելի ընդարձակ է տեսականին, այսինքն ավելի շատ ընտրության հնարավորություն կա բրդուճների մեջ, ինչ կարելի է օգտագործել։ Մեծամասամբ օգտագործում ենք պանիրների տարբեր տեսակներ, հիմնականում մենք աղաջրային պանիրներ ենք շատ օգտագործում, լոռի, չանաղ, թել պանիր, ձեր նշած կամ հորած պանիր։ Եվ բանջարեղենի տարբեր տեսակներ, հազարի տերևներ ենք օգտագործում, լոլիկ, վարունգ, պղպեղ, թարմ, այո, եւ մի բան անտեսվեց, տապակած սմբուկը, չէ, տապակած սմբուկը, որ սառնարանում պահում ենք, հետո սառը ուտում ենք։ Դա արդեն նախասիրություն է, որովհետեւ տապակած գազար կարող է լինի, տապակած դթմիկ։ Դա արդեն նախասիրության հարց է, մենք դա սիրում ենք ուտել ավելի շատ սառը վիճակում, թե տաք վիճակում։ Վերջը կարող եք ընտրել ձեր համար ձեր սիրված սառը ուտեստները եւ Զարա, քեզ խորհուրդ եմ տալի կյանքում մի անգամ որ պատրաստես թանապուր բրինձով, ես կպատրաստեմ առանց կարակ, որ կարակ չլինի մեջ։ Ուրց բրինձ։ Բրինձով ու ուրցով, այո։ Ուրցով եւ նանայով, երկու տարբերակով էլ շատ։ Հետո դնում ես սառնարանի մեջ, հետո անում ես պարզապես բաժակով խմում ես բոմբ։ Շատ շնորհակալություն մեր հյուրին, շնորհակալություն Աննային։ Հիշեք, որ ամառը եւ վերջով օրինակ ամառը խաշուտելը անիմաստ է։ Ամառ պետք է ուտել ամառային ուտեստներ, իսկ դրանց ընտրությունները հայկական խոհանոցը ունի եւ մեծ է։ Համաձայն եմ։ Շնորհակալություն հայտնենք եւս մեկ անգամ Աննային, շարժվենք առաջ։ Շարունակենք խոհանոցային թեման։ Այո, խոհանոցային թեմայով ենք գնալու եւ տեսնելու ենք աշխարհի խոհանոցում ինչ է կատարվում։ Աշխարհի խոհանոցներում, թեկուզ։ Այո, որտեվ աշխարհի խոհանոցը չնից լավ կներ որ պատկերացնես մեկ ունիվերսալ խոհանոց լիներ բնակարան նման կենտրոնում լիներ խոհանոց բոլորը գային եւ օգտագործեին այդ խոհանոցը եւ այդտեղ ասում են որ խոհանոցում ոչ մեկ չի կռվում հա թե հարսիկները կռվում են իրենց բանը լավ խոհանոցում է մի կռվեք սիրելիներս գնացինք աշխարհի շուրջ բացահայտելու աշխարհի տարբեր խոհանոցները